Ներից պարոն Աբազյան, Անդո, Վայ Ղազարյան, ներողություն եմ խնդրում, ներս ենք հրավիրում այսօր, բնականաբար Հայաստանի Հանրապետության այսպես կոչված ողջ կառավարությանը, սկսած Նիկոլ Փաշինյանից վերջացրած բոլորիա քպական բոզիտաղեքին, իմիջիայլոց ասեմ այս պայդորությամբ, երբ որ ես ես հետ վարում եմ ուղիղ եթեր, գնում է անվտանգության խորհրդինից, բայց ամենահետաքրքիրը նա է, որ անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը նստած տեքստն է գրում, թե այս անգամ ինչ մուտիտով հանդես գա եւ նորից կարողանա իա զոմբիներին ասի, որ ես չեմ մեղավոր, նախկիններն են մեղավոր։ Բոզի տղեր հիմա տեքստ է գրում։ Ես էլ այդ խոսում եմ, ինքը տեքստ է գրում։ Ինքը գիտի, ես դա չգիտեմ։ Так, ներս հրավիրեք Արաբկիրի Միլպետ, Երվանդ Նիկոլյանին։ Так. Նիրվանությունից արդեն չգիտի, որին նայեմ։ Մալչիկ պայմինի Սասուն, նստամա դրան մոտ, բոզի տղեն։ Արթուր Դավսանին, դրան մոտ, բոզի տղուն։ Так. Երևանի քաղաքապետին, ասեցինք այսօր հիմնական թեման բանանան, սանետակ, так, չէ, նու հիմնականում ամբողջ եթերը գրեթե պտտվում է պաշտպանության նախարարության եւ այսպես ասած մնացած իրավիճակների շուրջ ես հիմա բան փորձենք հաթաթ ներկայացնել։ Նախ մինչև հաղորդումը սկսելը հանրային ձայն հաղորդաշարը իր ոչ ստեղծագործական թմով իր ցավակցությունն է հայտնում ականավոր վիրաբույժ մեծատարով մարդ Լևոն Անդրանիկի Ճաղարյանի հարազատներին եւ բարեկամներին։ Մեծագույն վիրաբույժը չկարողացավ հասնել, այսպես ասած, հաղթանակի հիվանդության հետ կապված եւ մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ մի րոպես մարդն էլ պատասխանենք, մենք ունենք բավականին լուրջ բժշկի մահ, մի րոպե, այն մարդը սահմանից է։ Չեմ ուզում ձայն անջատեմ։ Եկեք ձայն անջատենք, ոնց որ ես հասկանում։ Ցավակցում եմ եւս մեկ անգամ հայտնի վիրաբույժի հարազատներին եւ բարեկամներին։ Սա մեկ։ Քանի որ գնաց խոսքված լուրերից, միանգամից ուզում եմ շեշտել, որ օգոստոսի 3-ին լրանում է ուղղակի բան հիշեցում 2014 թվականի օգոստոսի 3-ին Հյուսիսային Իրաքում տեղի ունեցավ հերթական ցեղասպանությունը Եզդի ժողովրդի նկատմամբ։ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրաքի իշխանությունների եւ ԻԳԻԼ-ի թեթև ձեռքով։ Ոչ մեկ մինչև օրս ոչ հիշում է, ոչ անդրադառնում է, ունենք այսպես կոչված Եզդի պատգամավոր, որը որ վերանգած ազգային ժողովում, բդերը չռած եւ ասենք ոչ մի հիշատակում, ոչ մի քննադատություն, ոչ մի բան, ես իհարկե ինչի վրա եմ զարմանում, երբ որ հայ ժողովրդի ցեղասպանության հետ կապված Հայաստանի կառավարությունը հետ նահանջապրում, այդ որ մնաց թե հիշեն ինչ-որ Եզդի ժողովրդին։ Նու իհարկե բացառված բան է, բայց մենք հիշում ենք եւ երբ որ վաղը գա, ես խոսք եմ տալի Եզդի ժողովրդին, որ Հայաստանի Հանրապետությունում կբացվի նորմալ հուշակոթող եւ Հայաստանի Հանրապետությունը հանդես կգա համապատասխան դատապարտմամբ Թուրքիայի, Ադրբեջանի, այսպես ասած, եւ ԻԳԻԼ-ի բոզիտղա գործնեության հետ կապված, այսինքն
ոչ մի ցեղասպանություն չպիտի մոռացվի։ Ես դեմ եմ այն հասկացողությանը, որ Թուրքիան լավն է, մենք բարեկամ երկրներ պիտի դառնանք, առևտուր պիտի անենք, լավ պիտի լինի, այսինքն այն, ինչ որ խոսում են նիկոլական զոմբի բոզի տղեկը, եւ այն, ինչը որ այժմ կատարվում է Արցախում։ Մենք անդրադառնանք դրան։ Հեսա փուլ։ Ես ուզում եմ դիմեմ Երևանի քաղաքապետին։ Ես շատ ուրախ եմ, որ Երևանի քաղաքապետարանը կամ քաղաքապետը արձանագրում է, որ ամբողջ Երևան քաղաքը թաթախված է փոշու մեջ։ Հանրային ձենը դրան անդրադարձել է, որ վերենացեշին հրապարակի ամբողջ Երևանը, ոչ մեքենաներն են լվացվում, ոչ են, գովաբանելի է։ Բայց ես ուզում եմ ձեզ, պարոն քաղաքապետ, ասել, որ ձեր խոսալու տոնը ձեր ենթականների հետ չափից առավել կիրթ է։ Երբ որ դուք հրահանգ եք տալի եւ մեկ շաբաթ հետո կամ 2-3 շաբաթ հետո ձեր ենթականները ձեր հրահանգը չեն կատարում, պետք չի ինչպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի երջանկահիշատակ Ամիրխանյան Ալիսան 4-րդ դպրոցի նստել եւ կիրթ տոնով բացատրել։ Ձեր դեմը աշակերտներ չեն, ձեր դեմը նստած են չափահաս բոզի տղեկ, այդպիսի մարդիկ կան ձեր դեմը նստած։ Եվ երբ որ դուք որպես քաղաքապետ ցույցում եք տալի, որ գիտեք ինչ, սա պիտի անեք, սա պիտի անեք, սա պիտի անեք, եւ ձեր ասածը փաթաթում են, как ոնց են ասում, վերցեց на своем половом органе, դուք պարտավոր եք ուղղակի բարիս ամենաբուն իմաստով ընկեր կուլտուրական ազնվորություն։ Այդ եկաբոյդ առնես եւ դրանց դնես քո ու սկսես վերցեց հելիկոպտերի վերեն։ Հասկանում ես։ Ոչ թե կուլտուրական ասես, անցնես առաջ, հետո նորից խեռի տեղ տնող չլինի։ Եվ ամենակարևորը, ես ուզում եմ դիտողություն անել։ Ինչ գործ ունես դու ոսկու բազարի վաղարշի հետ։ Իմ մոտ տպավորությունը, որ այդ եկաբոյդ առել ես, այդ ոսկե ջրած ղախպեն ոնց թելադրումա տունենց անում ես։ Ես ախր վերևից տենում եմ, չէ։ Դու Երևանի քաղաքապետ ես, թե չէ։ Հələ դու պատկերացա Գագիկ Բեգլարյանը ինչ որ մի հատ atենց երևույթի դեմ կազեր։ Atենց բան հնարավոր է։ Չորը գագոն խորմաշկելուսը չի։ Բայց օբյեկտիվ լինենք։ Նախեն երկու ինչի թվով այդ մարդ երկու օր մնամ երկու տրուսիկի մեջ, բայց համենայնպես տրուսիկը կհանենք կողքի ոսկու վաղարշի պենի մեջ։ Բայց դու դրա դեմ լալական ծառական ես։ Ես դա տենում եմ։ Որոշակի մարդիկ էլ ասում են Հայկոն, քաղաքապետ Հայկոն ավելի լավն էր։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ քաղաքապետ Հայկոն 16 միլիարդ դրամ կողել է կնգադալոյ։ 16 միլիարդ։ Սա դեռ նախնական փուլում։ Այդ թիզուկեսը, որը պայքարում էր կոռուպցիայի դեմ։ 16 միլիարդ նորից եմ կրկնում, հիմնավորված։ Են որ ասում են քաղաքապետ Հայկոն լավն էր։ Ոչ էսա մի բանի պիտուղ, ոչ էսա մի բանի պիտուղ։ Պարոն Աբազյան, քանի որ իմ համար գլխավոր դատախազը հետացու բոզի տղա է, անդե ռուշկեն կոմիցա ռուշկեն ծածան։ Ես այդ սպանը պատճառով դիմում եմ ձեզ։ Բայց իմիջալոց քրիստիկ ուրա գլխավոր դատախազի հերը ու կնիգը։ Բեր։ Իմիջալոց, քանի որ գնաց խոսք իրավապահ համակարգից։ 3 հանրային ձայն հաղորդաշարի բացահայտման եւ ճնշման ներքո Երևանում կառավարվեց ինչ սուցինոր գորրիկը եւ ճանապարհվեց Արմավիր քերակատարողական հիմնարկ։ Սա էլ վրադիչ։ Նա որ տրաֆիկինգով էր զբաղված բոզի տղեն։ Շնորհակալություն դատարանին եւ քննչական կոմիտեին։ Արգիշտ ապրես։ Լավին լավ, վատին վատ։ Բանկրիստիկ ուրեմն զանգը մեզ, որ ստեղ մոտենա կաչը, Osmanlı, King Boxi Federasyon Հայաստանի, Barbie Federasyon Հայաստանի
եւ Շտանգի Ֆեդերացիան Հայաստանի։ Սրանց բոլորին բերեմ լցամես այնտեղ։ Իրանք այսօր գործ ունեն։ Ու ասում ես, մինչև գալը մտնեն զուգարան շռեն, նոր գնան ընդե նստեն։ Շատ կարևոր գործ է այսօր։ Սա էլ որորդ անգամն է, հարգելի ժողովուրդ, ես ուղղակի տեսնում եմ, որ ինչ-որ հայ, դա լինի տղամարդ, դա լինի աղջիկ, դա լինի եւ այլն, գալով Հայաստան, այրոպորտից մտնում է on-line, ասում է իմ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելել են։ Սա արդեն որորդ անգամ ես դա տեսնում եմ եւ հիմնականում դաշնակներին։ Իմ մոտ հետաքրքրություն առաջացավ, թե ինչով է պայմանավորված, որ Հայաստանի այսպես կոչված իշխանությունները Թուրքին թույլ են տալի գա Հայաստան, ֆրա, գնացի Ծերնակաբերդ, հուբու, ոռնա, ես ինչանի մոտ դլոն հանի ցույց տա, բայց դաշնակներին ոչ։ Այն որ ես անձնական մեծ ատելություն ունեմ դաշնակների նկատմամբ, դրա մասին ոչ մի խոսք, նո, տենց էլ կա։ Բայց ինձ հետաքրքրեց պատճառը որն է, որ չեն թողում։ Եվ ի զարմանս ինձ ես հասկացա, որ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը չի թողում այդ քաղաքացիներին, այսինքն այդ հայերին դաշնակ։ Եթերը նորից վերականգնվեց։ Այսինքն գոյություն ունի Իշխան Սաղաթելյան դաշնակների ներկայացուցիչ, նորից եմ ես բան կրկնում, թող այդ հարցը բարձրաձայնի։ Ասենք առաջ։ Так. Թողենք բանը բանան վերջում։ Եկավ։ Համեցեք։ Սարգիս դարձան, Անի դարձան։ Արգել ժողովուրդ, այս պայդրությամբ, եկեք մոտիկ, մեզ, ալո, իրավիճակել։ Ես նորից եմ ուզում, ինձ ասեցին, որ մենք նորից դարտահետվենք, դաշնակների հետ կապված, Սփյուռքում բնակվող դաշնակներին, որ թույլ չեն տալի Հայաստան, մտնել, նորից եմ կրկնում, դա Իշխան Սաղաթելյանի, այսպես ասած, իրավասությունների մեջ է, թող գնա Ռոբերտ Քոչարյանի հետ իրար հասկանան, վեգալ են զանգեն Նարիշկինին ու ասեն, խի չեք թողում դաշնակները մտնեն Հայաստան։ Ասենք առաջ, լավ, բանը պրանեմ սաղ։ Այսօր այս մեզ մոտ ներկա են գտնվում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայրը եւ կինը։ Ինչպես գիտեք, ես խոստացել էի, որ մենք անենք շատ գեղեցիկ բացահայտը, լսեմ ես բոզի տղա, որը վերաբերվում է Արթուր Դավթյանին։ Քիսո հիմա զանգի շտաբօգնություն 103 կամ են քաղաքային համարով։ Շտաբօգնության գլխավոր բժշկին զգուշացրեք կամ դիսպեչերին, որ սկորին կանչմա հանրային ձայնը, եւ շտաբօգնությունը թող գնա Արթուր Դավթյանի հայրական տան մոտ։ Պրիտոմ կարձո բրիգադա։ Դրա հետ մեկտեղ զանգում ես նոր քմարաշ, ասում ես թող մեկ վիրահատարան սրտի, պահեն, զապաս։ Օպեր բլոգը կած պատրաստելին, որտեղ շատ հավանական է ցիտո դեպք ընդունել։ Հիմա անցնենք առաջ։ Արթուր, ռուշկեն թող։ Ես քեզ զգուշացրել էի եւ ասել էի, որ Արշակ Հակոբյանի հետ կապված ոչ մի խաղեր չպիտի լինեն։ Բայց քեզ կուրացրեց Փողի Մանյան, մոտավորապես ըստ մեզ հասած տեղեկությունների պարոն Աբազյան 400-ից 450 հազար դոլար Արթուր Դավթյանը թիվ ավեկալ է նման տեղեկություններ եկե Արշակ Հակոբյանի հետ կապված, բայց հետո ճշտվեց, որ ոչ Արթուր Դավթյանի ախորժակը եղել է բավականին մեծ։ Այսինքն նախաքննական մարմինը Արշակ Հակոբյանի հետ կապված հայտնաբերել է
Եվս 5 միլիարդ դրամի, այսպես ասած, յուրացում, ապորինի ծագում ունեցող գումար, լսում ես Աբազյան, 5 միլիարդ, և որպիսի այդ 5 միլիարդը չգա ջրի երես, Արշակ Հակոբյանի հետ եղել է պայմանավորվածություն, 5 միլիարդից 2.5 միլիարդը Արթուր Դավթյան բիզիմդիր, Այն 2.5-ից 562-ը Արշակս վճարել է գրավ և դուրս է եկել, այսինքն այն 450,000 որ ասում էին, էդի անցանք բիզիմդիր, 5, այսինքն 5 միլիարդից 2.5 միլիարդը, Հայաստանը փող չունի, բայց խնդրեմ Արշակ Հակոբյանը ինչքան փող ունի, հիմա, ես զգուշացրել էի, այս երիտասարդին սպիտակ սարոշկով նստած իր կաբինետում, որ չպիտի հատվի կարմիր գիծը։ Ես զգուշացրել էի, որ կարելի հնարավորինս և անհնարինը, եթե Արշակ Հակոբյանը դուրս եկավ, Արթուր Դավթյան բիզիմդիր։ Հիմա ուզում եմ դիմեմ հարգարժան ծնողին, ընկեր Սարգիս Դավթյանին։ Պարոն Սարգիս, դուք տեղյակ եք ով է ձեր տղան։ Դուք տեղյակ եք ինչպիսի տղա եք դուք դաստիարակել։ Ձեզ, այսինքն տիկին Անի, դուք տեղյակ եք ով է ձեր ամուսինը, ինչ կերպար է։ Հիմա ես ձեզ ներկայացնեմ և հանրությանը ինչպիսին է Արթուր Դավթյանը։ Նախ ասեմ, որ Արթուր Դավթյանը իր կարիերային Շենգավիթից, որ սկսել է մինչև Գյուքիախոսի էտա գլխավոր դատախազ, աչքի է ընկել բավականին անառակաբարով պապվածքով։ Ունեցել է բազմաթիվ ինտիմ կապեր մեղադրյալների, իգական սեռի ներկայացուցիչների հետ։ Պրիտոմ, ջայել 22-25, մինչև 25-27 տարեկան։ Բնականաբար դուք հիմա իրակինն եք, պիտի ասեք, իմ ամուսնու գլխին սարքամա, լկտի սուտա, բարի։ Ուրեմն, հետաքրությունը բավականին մեծ էր, թե ինչի պիտի մալչիկ պա իմինի սասուն և Արթուր Դավթյանը իրար ծծցնեն, պատճառը որն է։ Նույժելի հանունք իրական գործերի սրանք իրար հետ հակառակվել են և մեկը մեկի հետ ուղիղ հեռախոսակապ չունեն։ Չերեզներով են իրար զանգում, են նրա տեղակալն զանգում և այլն։ Լրատվամիջոցներով են իրար ծծցնում երկու բոզի տղա և հանկարծ պարզադառնում ինչն է պատճառը։ Մադամ Անի։ Պատճառը Արթուր Դավթյան Սրբուհի Գալյան ինտիմ կապն է։ Եվ դրա մասին իմացել է մալչիկ պա իմինի սասուն և տարել է շատ ծանր, որ է ագարկին դոմպեմա Արթուր Դավթյան։ Նաև, էդ էլ ոչինչ, թե Սրբուհի Գալյանը մարդ ունի, ձերի հետ էլ երկու հատ բոյֆրենդ ունի։ Հələ էդի ջանդամ, էդի կոնտանիքին վտանգ չի սպառնում, դոմպեմա թո դոմպի, մարդ ես տղայա, սիրուն դատախազատես է, իա տեղակալ դոմպեմա, էդ էլ ջանդամ։ Բացի էդ, որ քո մարդը տիգին Անի դոմպեմա Սրբուհի Գալյան, քո մարդը դոմպեմա նաև ոչ ավել ոչ պակաս, գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի կնգամ։ Էդի մի դատախազություն չի, մեր պորնո ինդուստրիա, ես ես պոչեմ տեսել։ Ես կեզ զգուշացնում էի, բայց ես էլ տոլկը ծվիտոչկի։ Ես հիմա կեզ կասեմ մի բան, որից հետո քո կեսրար, կեթա ուղիղ նորք մարաշ։ Հիմա, ես հիշում ես, տիկին ջան, շատ երկար, շաբաթներ առաջ, դաժե ամիսներ, քո մարդու հետ խոսալու ժամանակ, ասի դու ամսվա մեջ մի քանի օր կա, որ հեռախոսը քրփ անջատում ես, մի քանի ժամով։ Հələ ժամանակաշակը նստած էր, իմ ու քո մարդու միջև էլ հարաբերությունները նորմալ էր։ Հիշում ես, քթեդ եթերը նայի։ Հասկանում ես, չէ՞։ Հետևաբար առաջանում էր հարց. ինչի է քո մարդը անջատում հեռախոսը։ Բանից պարզվում է Սարգիս Դավթյան։ Հիմա ասեմ ինչի։ Հիշի, ձեր բարեկամները թո հիշեն ավելի շուտ։ Ձեր բարեկամներից մեկն, չեմ ուզում անունը տամ, ես խոմլարի բոզի տղա չեմ, այս բոզի տողն եմ, ես նորմալ մարդ եմ։ Հասկանում ես, նորմալ, էսի 100%-անոց բոզի տղա է։ Հիմա,
Որովհետև եթե ես այդ մարդկանց ծավալները տամ, շատ բավականին վատ վիճակի մեջ պիտի գնեն այդ մարդիկ։ Ես շատ բանը պարկեշտ ձևով կբացատրեմ քեզ, դու քո մոտ կարաս նշես։ Ուրեմն մի ժամանակ առաջ քո բարեկամները դիմել են քո տուն, որ ունեն մի հատ աղջիկ, որը բավականին հաճախակի կորում է տեսադաշտից։ Ինչ կլինի Արթուր ջան, մի հատ հլը չերես MVD, ճշտես մեր աղջիկը ուր է այդմ։ Արթուր դավցանես, ճշտամա, այդ աղջիկն ուր է այդմ։ Բանից պարզվում է աղջիկը այդենց լավ տեղ չի այդմ, այդմ է ինչ-որ մի հատ հաճելի մարդու մոտ, իա համար։ Արթուր դավցանըտ իր մոտ ականչն այդ հաճելի աղջկան։ Նշեմ, որ այդ աղջկա և քո տղու միջև տարիքային տարբերությունը մոտավորապես 18-ից 20 տարի։ Հասկացար։ Հիմա այս պայդրությամբ։ Կանչեմ էտա կամպրամատնի դնում է այդ աղջկա դեմը, որպես բարեկամ դիտողություն է անում քո գյոզալն տղեն։ Բայց դիտողությունը չի ավարտվում դիտողությամբ։ Դիտողությունն ավարտվում է սեքս բեսպրավիլ գործողությամբ։ Այսինքն, ավակ եղբայրը կոպիտ ասած, դոմփում է ինցեստ բարեկամի հետ։ Ոչ ավել, ոչ պակաս, ինցեստն ավարտվում է երեխայի ծնունդով։ Հիմա այդ աղջիկը իր խնամքի տակ ունի երեխա։ Այսինքն Արթուր Դավթյանը կակ մինիմում ունի 3 երեխա։ 2 աղջիկ եւ այդ մի երեխա։ Հիշի, ինգեր գլխավոր դատախազի հայր, նման բան եղել է թե չի եղել։ Եվ այն անսա մեջ մի քանի անգամ որ հեռախոսը մի քանի ժամով անջատում է եւ քրտկորում է, այ գնում է այդ աղջիկա մոտ։ Տամ այդ անջատում է ու կորում է։ Էս է քո գովաբանելի տղեն։ Դու իզից լավ գիտես ով այդ բարեկամուհին, ով այդ միայնակ մայրը, այսպես կոչված, այդ միայնակ մոր երեխեն քո տղուցան, այն ես գլխավոր դատախազի հայր, այսպիսին է այս բոզի տղան, հասկանում եք, ես քեզ գուշացնում էի, որ քո կերած քաքը ես կհանեմ ջրերես, արդյոք արժեր, որ Արշակ Հակոբյանի պատճառով քո հերը հիմա ապշիրնի ինֆարկտով տեղափոխվի նոր մարաշ։ Բոզի տղա։ Ու ամենահետաքրքիրը նա է, պարոն Աբազյան, որ երբ որ ես բարձրաձայնեցի գումարի չափը, պես գրեցի 500 միլիոն, այնտեղ 562 ոչ։ Գումարը վճարվել է կանխիկ։ Հակակոռուպցիոն կոմիտե կոչված ղախպի տղեն ունի օպերատիվ բլոկ։ Օպերատիվ բլոկը պիտի հետևողական լիներ հասկանար, ինչ թարեն սրան գումարը բերելու մուծել, Արշակը և իր ընտանիքը, այս լուրջ թիվը։ Են Տիգրան Աթանեսյանն էլ ժեստանը, որ պիտի վերաքնիշ բողոք տանենք, տակտիկա է, որ ես բոզի տղենի պրթեմյան տանա, որ սրան բերեն գումարը վճարել։ Ուրեմն, ոչ մի բարեկամ, ոչ մի հարազատ, ոչ մի մոտիկ, վիշ չի վերցրել Արշակի գումարը տանի վճարել, բացի ամենամոտիկ հարազատներից։ Փեսեն ստամատոլոգ, են մի աղջկա մարդը, վճարել է 80 միլիոն դրամ, շնորհակալություն Կենտրոնական բանկի նախագահին տրամադրված ինֆորմացիայի համար, տղեն Արշակի վճարել է 130 միլիոն դրամ։ Տղեն 2017 թվականին Արշակի հայտարարագիր գրել, որպես պաշտոնատար անձի բիչ, հայտարարում գրել է, որ ինքը ունի 4 միլիոն դրամ, պարոն Աբազյան, անդո գրավ։ Բայց այսօր տանը վճարում է 130 միլիոն դրամ, պապայի համար, որտեղից։ Կանխիկ, քեշ։ Հասկանում եք։ Մարֆա Վասիլևնան ատար է վճարել, Մարֆա Վասիլևնան կյանքում չի աշխատել, կյանքում։ Մարֆա Վասիլևնային միլիոնավոր դրամներ որտեղից որ տարե վճարել է։
Ես հիմա ինչ եմ պահանջում։ Ուղարկել ծանոթագիր, սրանց բոլորին կանչել, պորնիկի տղա լսում ես եւ պարզել, որտեղից սրանց այդ գումարները։ Դու ստամատոլոգ ես, աղբի տղա։ Ինչքան է լավ ստամատոլոգ կլնես, 80 միլիոն, սրա շրջանառությունը այդքանյան թույլ տալիս է հարկային ուրա։ Կանչեք, հլը տեսեք ինչ ա գրում, սրա լակոտը, որ իմբիցիլ ուղեղիկի ստա ունի, 130 միլիոն դրամ որտեղից է ճարել կամ Մարփան եւ վճարել է Արշակ Հակոբյանի համար։ Այս բոլոր բոզի տղեկի հավաքածուին կանչել հակակոռուպցիոն կոմիտե եւ ձեր կոնտրոլի տակ տենալ թե ոնց է այս բոզի տղեն Մարփա Վասիլևնայի դլոն ծծամ։ Մալչիկ պայմենիսը քոտուն ուտեղ ընտանիքը սասուն։ Ուրեմն Ռուսաստանից մեզ զանգահարել են աֆրիկյան երկրների տուրիստներ, որոնք ուզում էին գային Արշակի եւ ձեր տուն։ Ես ուղղակի տեսանյութը հավաքել եմ, պրոստը հիմա եթերայինչի չեմ կարա դնեմ, հաշվի առնելով սահմանում տիրողի իրավիճակը, մենք հեսա կանադառնանք սահմանի թեմային։ Բայց ես ուզում եմ թվարկեմ այն երկրների ցանկը, որոնք ցանկություն են հայտնել գան ձեր տուն, կնգատախ չկատու Սրբույի Գալյանին ծածանեն ձեր տնից հելֆրան իշնեն Չարբախ։ Ուրեմն Անգոլա, Նամիբիա, Զիմբաբվե, Բոտսվանա, Զամբիա, Մոզամբիկ, Ուգանդա, Սոմալի, Ալժիր, Մարոկո, Սենեգալ, Գվինեա, Բիսուա, Թունիս եւ Քենիա։ Լրիվ այս երկրների ուսանողությունը, որը որ ծորում է MGU եւ բանը Ռուսաստանի բժշկական համալսարան, այս լրիվ այդ ուսանողները ուզում են ձեր տնով գան մտնեն Արշակենստուն, բայց բացի դա ես Արշակենստուն եմ նաև գրգամ Չախ Ռուստամի իա ամբողջ շքախմբով։ Ինչքան հետը անուշ ապեր ջայել ունի, կրիմինալ, ոչ կրիմինալ կապ չունի, մտնեն Արշակի տուն, սախ նավարին մեր ու մանուկ ծծնեն ու դուրս գան։ Հուսամ Ռուստամը հիմա ճամփայանք է։ Գալմա։ Արաբկիրի ոստիկանապետ ընկեր Վայեղազարյան Երևանդ Նիկոլյանը շտոր հավորմա չարչարանքիդ ապաշխարանք Արշակենստունը բաժակա բարձացնեմ շորավորմա ազատությունը քո ոստիկանը քո ոստիկանապետը հանցագործի մեղադրյալի տանը բաժակա բարձացնեմ ասեմա չարչարանքիդ ապաշխարանք ես պորնիկի տղեն Ռուստամը նույն ձևի թայֆով ծծծնեմ արաբկիրի միլպետին իա ընտանիքով, այս սաղ սևամորտներն էլ իանց երդին, են վատ բար չեմ ուզում ասեմ, որտև նայում են մեզի, սևամորտները չորն է, իանց այդ մեծ պիթոններով մծնում են բերանները ու չեն հանում, ինչ են երկյա, Երուսալեմա երկի տա, գերաշտություն չեմ ուզում դանեմ իմա, հասկանում ես կոնեք են ավտանգություն ուրավ, Պորնիկի տղեք, ծանոթագիրն ուղարկում եք, սրանց բոլորին բկանչում եք, գեպիտի հիմնավոր են, որտեղից իրենց այսքան գումար։ Այս բոզի տղեն պիտի հետևողական լներ և բռներ։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Հիմա հրադառնանք ամենակարևոր թեմաներին։ Հերթով։ Ինչպես գիտեք, մեր նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ ես զրուցեցի Բելգիայից, եթե չեմ սխալվում, մի քաղաքացու հետ, ով բացատրեց, ներկայացրեց, հիմնավորեց, որ ցանկանում էին Հայաստանի Հանրապետություն ուղարկել ԿՏ, MRT ապարատներ եւ ինչ են բոզի տղուանունը, արծրուն ղախպի տղեն, առողջապահության նախարար բոզիս տղեն, ասել էին մեզ դա պետք չի։ Ես հիմա ուզում եմ զրուցել բժշկուհի Մարինեի հետ, որը բավականին հիմնավորված կերպով մեզ կներկայացնի որոշակի տեղեկատվություն կապված այդ ապարատների հետ։ Մենք ուղղակի փորձենք հիմա կապի դուրս գալ, եթե հնարավոր է։ Կապը չի ստացվում։ Մի րոպե։ Ալո։ Ալո, դուք ուղիղ եթերում եք, բարև ձեզ։
Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, ողջույն բոլորին։ Ես կցանկանայի, որպեսզի երկու բառ մենք զրուցեինք կապված այն իրավիճակի հետ, որը որ շատ իհարկե համառոտ կատարվել է 44 օրյա պատերազմի ժամանակ, ինչպես նաև կապված MRT-ի եւ ԿՏ-ների հետ, որ հայկական կողմը կամ հայաստանյան իշխանությունները պատասխանել էին, որ մենք դրա կարիքը չունենք, մենք ԿՏ-ել ունենք, MRT-ել ունենք, ամեն ինչ ունենք, սիկտիրել եք շատ մեղմ ասած։ Ես ուզում եմ մի հատ լսեմ ձեր կարծիքը, որովհետեւ 44 օրյա պատերազմի ժամանակ դուք որպես բուժաշխատող ներկա եք գտնվել հոսպիտալներում։ Ինչպիսին է եղել իրավիճակը հոսպիտալներում 44 օրյա պատերազմի ժամանակ։ Պարոն Ղուկասյան, ուրեմն երբ որ ես լսեցի ձեր հանրային ձայնի հերթական հաղորդումներից մեկը, որտեղ դուք ներկայացնում եք, որ Գերմանիայից ԿՏ-MRT ապարատներ են ուղարկել, մինչև Մաքսայինում այդ ԿՏ-MRT ապարատները մնացել են, հետո վերցեն իրենց անկեղծ ասած, ես շատ բարկացա, շատ զայրացա եւ բացատրեմ ինչու։ Առաջին հերթին պատերազմի հենց առաջին օրը, սեպտեմբերի 27-ին ես դիմում էի ներկայացրել, որ որպես բժիշկ ինձ տանեն պատերազմի, որ այնտեղ ես բժշկական օգնություն ցույց տամ։ 2-2.5 շաբաթ հետո ես պաշտոնական նամակ ստացա, որ այս մասնագետի կարիքը մենք չունենք, մենք ձեզ գրանցում ենք կադրերի ռեզերվում։ Իսկ դուք ինչ մասնագետ եք, ներողություն։ Ես նեյրովիրաբույժ եմ, այսինքն գլխի ու ողնաշարի վիրահատություններ։ Եվ նեյրովիրաբույժի կարիք Հայաստանի, այսպես ասած, զին հոսպիտալները չունեին, ամենա, ասենց ասած, պահանջվող մասնագիտությունն է պատերազմի ժամանակ։ Ունեին, բայց շատ քիչ էր բժիշկների թիվը, մի հոգի այնտեղ կար բժիշկ նեյրովիրաբույժ, կային նաև ես գնացի զինվորական հոսպիտալ Ստեփանակերտի, կային նաև իրենց Ստեփանակերտի կլինիկական հիվանդանոցում նեյրովիրաբույժներ, բայց քանի որ այդ ընթացքում COVID էր, մեծ թվով նեյրովիրաբույժներ COVID էին վարակվել, եւ երբ որ ես Ստեփանակերտից զանգում էի այստեղ այնտեղ իմ գոլեգաներին, որ հասկանանք, թե ինչ վիճակում են մեր ուղարկած վիրավոր տղերքը, շատերը պարզապես ասում են, որ իրենք COVID-ով տանն են։ Լավ, ասենք Բունթենային։ Անցնենք։ Ու հարցը նրանն է, որ երբ որ ես գնացի հասատեղ, ծանոթ խառնելով, պարզվեց, որ անհրաժեշտ է մասնագետ։ Իրականում մասնագետի կարիք ունեն մի հոգի, երկու հոգի վազում էին օր ու գիշեր։ Եվ շատ տղաներ ամբողջական բուժօգնություն չէին ստան։ Դա որ հոսպիտալում։ Դուք որ հոսպիտալի մասին եք։ Ես գնացել էի Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ։ Պիտի խոնարհվեմ բոլոր բժիշկների ու կազմակերպող անձնակազմի առաջ, որովհետև մարդիկ իրենց կաշվից դուրս էին գալիս, օր ու գիշեր գործ էին անում այդ ռմբակոծության տակ։ Հիմա շարունակությանը անցնենք։ Երբ որ ես գնացի, բացահայտեցի ինքս ինձ համար, որ բրոնեժիլետներ տղերքը չունեին։ Սա նշանակում էր, որ բրոնեժիլետները, որոնք կարող են պաշտպանել ողնաշարը, չէին պաշտպանում, թոք, սիրտ, լյարդ, չգիտեմ ինչ, վնասվում էին, քիչ չի, փոքրիկ բեկորները ուղիղ մտնում էին ողնաշար, այսինքն ես ուզում եմ, որ մեր հանրությունը իմանա, որ եթե տղերքին տրվեին բրոնեժիլետներ, ոչ թե տանեին պահեին իրենց պահեստներում, որ մինչև այսօր այնտեղ փտում են, տղերքի մեծ մասը եւ չէր հաշմանդամ չէր դառնա եւ չէր մահանա։ Դրանից հետո գլխի վնասվածքներ, հիմնական դե գլուխն ու ողնաշարը ես վերցնում էի այդ տղաներին, սկորի մեքենայով, շտապ օգնության մեքենայով, հաճախ մթության մեջ, այդ ռմբակոծած ճանապարհներով, տանում հասցնում էի մյուս հիվանդանոց, որտեղ կար ԿՏ-ի ապարատ, այն որ վերջում նաև այդ ռմբակոծեցին։ Ուրեմն լույս չկար, պատկերացեք ռմբակոծության տակ, օրական 1-2 անգամ նվազագույնը, դու տանում ես դա մարդկանց հասցնում ես վիրավորներին այնտեղ, ինչ վիճակում։ Ուրեմն ես էլ տվյալներ ունեմ, որ Գերմանիայի մեր մյուս հայրենակիցները Ամերիկայի շտապ օգնության մեքենաներ էին ուղարկել, որոնց իզոթոզը կորել է, չկա։ Այս մեքենաները գոյություն չունեն։ Ուրեմն սկորիների վիճակն եմ նկարագրում։ Ոչ բոլորը կային, որ նրանց նորմալ կահավորված են, բայց մեծամասամբ այն հին ուազիկները, որ կան շտապօգնության, ուրեմն
ոտը ջարդած, ողնաշարը ջարդած, գլուխը ջարդած, չգիտեմ, հա, թևը ջարդած, արունահոսելով, դե առաջին բուժօգնությունը ցույց ենք տալիս։ Կաթիլայինը միացնում էի։ Հիմա պատկերացեք իմ վիճակը, հա, նկարագրում եմ իմ վիճակը։ Այդտեղ եմ կարկացրած կտորից Նայսիլկայով տանում էինք, մտցնում էինք այդ սկորի մեքենա, դնում գետնին։ Ես մի թևով գրկում էի վիրավորին, որ ինքը պրոստը անշարժ լինի, շատ չշարժվի, ցավեր չունենա։ Մյուս ցավազրկում էինք, բայց շատերը կարծում եմ հասկանում են, չէ՞ որ այդպես ակնթարթային չի ազդում այդ ցավազրկումը կամ երկար չի պահում, կամ այնպես չի որ նարկոզ էինք տալիս։ Մյուս թևով այսպես պահում էի կաթիլայինը սիստեման, որ այդ տղուն կաթար, հա, երակից հեղուկը հոսեր, դեղը հոսեր։ Այսինքն մի հատ շտատիվով անգամ կահավորված չէին, տարել էին, չգիտեմ ինչ էին արել շտատիվները։ Այդ սարսափելի ճամփեքով մենք քաջ շոֆերների, վարորդների օգնությամբ գնում ենք այդ մթության մեջ, առանց լույս վառելու, հասնում ենք մյուս հիվանդանոց, կատեի ենք ամ։ Հիմա իմ մոտ հարց առաջան։ Եթե կատեի ապարատ են ուղարկել, լավ, MRT-ն մի կողմն եմ, կատեի ապարատ են ուղարկել։ Ո՞նց է հնարավոր, որ իրանք պատասխանել են, մենք կատեի ապարատի կարիք չունենք։ Պատերազմից հետո կապ են հաստատել, չգիտեմ ինչ են այլ մարդկանց հետ, ասեն թող մեզ փողն ուղարկեն, մենք դիալիզի ապարատ ենք առնելու։ Պատերազմից 1-2 օր հետո։ Դուք հասկանում եք ինչ է տեղի ունենում, ոնց մեզ փող ուղարկեք, այսպես տեղի ունեցել թալան, այսպես մեր սփյուռքը հիմա բոլորի վրա թքում է։ Կներեք այս լեքսիկոնի համար։ Շատ նորմալ լեքսիկոն։ Ճիշտ են անում մարդիկ։ Ճիշտ են անում մարդիկ, որովհետև իրականում ես, տեսեք, ես ձեզ ասում եմ, ես պատրաստ եմ գնալ ցուցմունք տալ, որ նման բան է տեղի ունեցել։ Ես ուզում եմ, որ քրեական գործեր հարուցվեն, եւ պատիժ կրեմ բոլոր են պատասխանատներ, ովքեր այս ամեն ինչ, ովքեր ինձ չեն ուղարկել որպես մասնագետ, որ իրանց դիմել եմ, գրանցել են կադրի ռեզերվում։ Ես այնպես չի, չէ՞ որ տանը նստած էի, կախկվել էի, ասում էի, չէ, հանկարծ ինձ չտանեք։ Ովքեր լիքը ուրիշ մասնագետների վստահաբար չեն տարել, ովքեր բոլորը դեղամիջոցներն ու ապարատունարաները, որ անհրաժեշտություն մենք ունեցել ենք, չեն բերել հասցրել, ովքեր գողացել են այդ շտապօգնության մեքենաները, որի կարիքը մենք ունեինք այնտեղ։ Այսինքն, նայեք, աբսուրդի ժանր Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալը կատեի ապարատ չունի, այն դեպքում, որ հրազենային վնասվածքների գերակշիռ մասը պիտի անցնի չերես կատեյով, բայց Ստեփանակերտի ու ձեզ առաջարկում են կատե, պարոն Աբազյան, առողջապահության գործող նախարար Արսեն Թորոսյան Բոզի տղեն, Արցունի հետ միասին ասում է մեզ դա պետք չի։ Ու բերեն հասցնեն նրան, որ այն ավելի բարդացնեն վիրավորների վիճակը, որ վեկալ են այս հիվանդանոցից, այն հիվանդանոց քաշտան, որ տենան հիմա այս մարդու մոտ գլխուղեղում կա ողնաշարում ինչա կատարվել։ Արոն Ղուկասյան, ես շարունակեմ մի միտքեր։ Ուրեմն ես ասում եմ, չէ, հետևում էի, թե վիրավորին դե բոլորին չէի կարող հետևել, բայց մեծ մասը, հատկապես ովքեր ողնուղեղի ողնաշարի վնասվածք էին ստանում, զանգում էի, հարցնում էի, այս մարդը ձեզ մոտ է, այս մոտ չի։ Մեծ մասը ողնաշար ողնուղեղի վնասված ստացած տղերքի, գիտեք ինչից է մահացել։ Այդ տղերքը չպիտի մահանային, պետք է հաշմանդամ դառնային, ապրեին։ Մահացել են նրանից, որ նորմալ անտիբիոտիկ չեն տվել հիվանդանոցներին, որ այս տղերքին նորմալ անհրաժեշտ անտիբիոտիկ անեն։ 2 օր առաջ խոսում եմ Գերմանիայի մեկ այլ իմ գործընկերոջ հետ, ասում է, ես ցուցակ եմ ներկայացրել սրանց։ Անունը չտվեցում, ասեց չէ, դե լավ գոլեգա է։ Ասում եմ ներկայացում, ասել եմ հստակ նշեք, այս անտիբիոտիկներն ունենք, ինչքան պետք է, որից պետք է ուղարկենք։ Դե ասել չէ, մենք ամեն ինչ ունենք, մեզ պետք չէ տղուն են ասել դիալիզի ապարատի փող ուղարկենք։ Այսինքն տղերքին սպանել են։ Բոլոր իրանց քայլերով տղերքին սպանել եւ ես պատրաստ եմ գնամ ցուցմունք տամ։ Ես պահանջում եմ, որ հարուցվի քրեական գործ եւ ձեր նախորդ հայտարարությունը եւ հիմիկվա իմ ասացի հիման վրա։ Հիմա պատկերացեք պատերազմի մեջ ենք, հիմա գիտեք Արցախում ինչա տեղ ունենում։ Բայց կատեի ապարատները, որ տարել են, չգիտեմ ուր են մցրել, մնացած սարքավորումները, մի ռենտգեն ապարատով, լավ, այնտեղ նորմալ լավ մասնագետներ ունենք, ազնիվ խոսք, այնտեղ այդ ծառայող տղերքը, կանայք, մյուսները գիտեք ինչ կյանք են դրել։ Ու հիմա ինչ օրենք գցել, սաղին մենակ են թողել այնտեղ։ Բա գնանք օգնելու։
Իսկ շատ ներողություն, դուք տեղեկություն ունեք հիմա Ստեփանակերտի Զին հոսպիտալը վերջը ԿՏ-ի ապարատ 2022 թվականն դրսում ունի թե չունի։ Այս բանին չունեմ, բայց հեռախոսը դնեմ, ես կարող եմ դա իմանալ ու ձեզ գրել, դուք արդեն հայտարարեք։ Գրեք։ 20 թվականի պատերազմի ժամանակ Ստեփանակերտի հոսպիտալը չի ունեցել ԿՏ-ի ապարատ, վստահեցնում եմ ձեզ, ընդեղից պահանջներ եղել են։ Եվ մասնագետների պահանջներից ծանոթ եմ խառնել, այդ մարդը ասում էր խնդրում եմ թող գան մասնագետները։ Ու հետո դրանից հետո պատերազմից հետո այդ ամբողջը որպես թասվիբով նամուսով կազմակերպեց այդ գլխավոր բժշկի պաշտոնից հանել են։ Ինչի՞։ Պատճառը։ Տարել են, ուրիշտեղ տարել, ուրիշ մարդ են բերել, այդ մարդը լավ չի ծառայել, երևի իմ նման մարդկանց բերելա, որ վիրավոր զինվորների կյանք փրկեն։ Բայց այդ ձևով սիրուն ակուրատնի գործ է կազմակերպել, դրա համար էլ երևի ազատել են պաշտոնից։ Այս է սրանց քաղաքականությունը։ Ու հիմա մենք պատերազմի առաջ, պատերազմի մեջ, բայց ես մի բան խնդրեմ, էլի, քանի որ ձեր բազմամիլիոնանոց լսարանը հիմա ինձ էլ լսում, մի բան եմ ուզում խնդրել։ Ես խնդրում եմ, որ մեր հատկապես թուրքի հայրենակիցները թևաթափ չլինեն, չթքեն մեր վրա։ Մենք ունենք բոլորի օգնության կարիքը։ Մենք ունենք այդ օգնության կարիքը։ Ես ուղղակի կոչ եմ անում, խնդրում եմ, որ իրանք այս բանի իշխանություններին, ոչ Հայաստանի, ոչ Արցախի, ոչ մի գրոշ չուղարկեն, ոչ մի սարքավորում չուղարկեն։ Ուղարկեն անհատներին, ուղարկեն խմբեր, ում իրանք ճանաչում են։ Որովհետև հիմա հեսա սնկի նման իհայտ կգան, չգիտեմ ովքեր, կասեն պատերազմին ենք օգնում, ենք օգնում, մինչդեռ ոչ մի բան չի հասնի։ Քնապարկերն ու բանը, մինչև ես իմ ձեռով չտարա, մինչև ծառայության գնալը հոկտեմբերի 9-ին 10-ին, մինչև իմ ձեռով չտարա չհասցրեցի սահման, ոչ մեկ չէր տանում հասցում, այնի մեքենաները լցնում էին այդ ամբողջ օգնությունը, տանում էին, քշում էին, հասցնում էին, որ իրանց ուղեցիրը այսպես երևա, հա, երթևեկը երևա, հասնում էին Ստեփանակերտ, ընդեղից տռում էին, հետ էին գալիս կամ տեղափոխում էին ուրիշ մեքենա, բերում էին ու այն ախնդրեմ, լիստերով ծախում էին, այս են արել սրանք, ու ես ինչ եմ ջղայնացած, վարկացած, նախ լիքը տղու կյանքը այդպես վարի տրվել, սպանել են, կոնկրետ սպանել են, և երկրորդը, նորից մենք այդ շրջապտույտի մեջ ենք հայտնվում, հենց այսօր, հենց հիմա։ Հասկացա ես ձեզ, շնորհակալություն։ Տասնյակներով հիմա զոհ ունենք, խիչ են խոսում, խիչ են գնում օգնության։ Տեքստ ա գրեմ Հայաստանի վարչապետը, տեքստ, հերթական անգամ ոնց զոմբի անցնի։ Վարչապետը անժամկետ արձակուրդում է, պարոն Ղուկասյան, անժամկետ։ Ինքը անժամկետ արձակուրդում է, իրանք կայֆեր են բռնում Ամերիկաներում, մնացած տեղերում ու մեզ են, միջայլոց դուք գիտեք, երեք այնտեղից հայկական զորքը հանեցին։ Գիտեմ։ Ու իրենք գիտեին, որ այսօր խփելու է։ Իրանք լավ գիտեին, բավար խփելու է։ Մենք հեսա կարադառնանք այդ թեմային։ Հա։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռացիք ու խնդրում եմ, ես ուզում եմ, որ քրեական գործ հարուցվի ու ես պատրաստ եմ։ Ես հեսա գդին պարոն Աբազյանին եւ Արգիշտին, որպեսզի ձեզ ուղարկեն ծանուցագիր, հրավիրեն քննչական դեպարտամենտ, հաղորդեն տալան։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Հաջողություն։ Պարոն Աբազյան, պարոն Արգիշտ, գլխավոր դատախազություն այս մասնագետի բժշկուհու ասածների մեջ կրիմինալ կա, թե չկա։ Իհարկե կա։ Հուսով եմ, մինչև մեկ ես թեման շարունակեմ, վաղը կուղարկվի ծանոթագիր բժշկուհի Մարենային հրավիրելու եւ հարցաքննելու։ Մարդը պատրաստ է հիմնավոր կերպով ներկայացնելու այն բոզի տղությունը, ինչ արել են Արցախի եւ Հայաստանի իշխանությունները։ Իսկ մենք անցնենք առաջ մնացած բոզի տղությունների, այսինքն այս պայդրության բանակին վերաբերվող թեմաներով։ Նախ Սուրեն Պապիկյան Սիսյան Գորիս ճանապարհահատվածի, այսպես ասած, Սիսյան Գորիս ու շփտարածքում տեղակայված է նայոմնիկների, այսինքն որ հավաք է տարել են Երեմսա հավաք, շուրջ, ասենց ասած, մի հատ գումար տակ, մոտավորապես 400 հոգի մարդ։ Վրանների մեջ։ Մեր կորպուսի աղբյուրները հայտնում են, որ ուրեմն մեկ վրանի մեջ
մոտավորապես տեղավորված է 20-30 հոգի, 30-35 եւ այլն։ Գիշերը բաժանվել է զենք։ Ես խնդրում եմ, որպեսզի լսեն ամենայն ուշադրությամբ։ Բաժանվել է զենք, գիշերվա կես։ Բաժանել է։ Վայնի բիլետի հաստիկացուցակով մարդը մինամյոտ չի կա։ Ձեռը տալիս են ավտոմատ։ Մարդը դիպուկահար է, ձեռը տալիս է ավտոմատ։ Մարդը գնդացրորդ, ձեռը տալիս են ավտոմատ։ Հարցը նմա, ես պուլիմյոտ չկեմ, պուլիմյոտս ուր է։ Էսա, պուլիմյոտ չկա։ Էսվե դիպուկահար է տալի, դիպուկահարին տալիս է դիպուկահարի զենք, ելի, հա, մեր կույրեք հոգու։ Առանց նочной видения։ Այդ մարդը գիշերվա կեսում խփի դրանով։ Մարդիկ ասում են, էսի չեք տալի, ասում եմ շնորհակալ եղեք, որ էս էլ կա։ Այսինքն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատերազմից անցել է 2 տարի հեսա, 2 տարվա մեջ ոչ մի բան ձեռք չեն բերել, բացարձակապես։ Ինչա արե, պատրոն Դավիթ էին թողե, եսի ինչ էին արե, սպորնիկի վաստակները։ Ինչա արե, պնան 2 տարի։ Այսօր համացանցում նորից նույնությամբ ֆտոչ կրկնվում է 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների կադրերը։ Անպատիժ օդի մեջ ֆռմա ադրբեջանական բայրակթարը ու սենց չրթելով դիրքերի վրան գնում է։ Նայում ես դիրքերին, իսկ պծիչևը պալոտա բայրակթարի բարձությունից, դու տենում ես, որ այդտեղ խոզանոց ոնց կա, այդպես մնացել է, ոչ մի առաջ խաղացում։ Ադրբեջանական կողմը հրապարակել է, որ արդեն մի քանի 30 ավտո, դեպան հրանոտ, վարի է տվել։ 19 վիրավոր, 2 զոհ եւ այլն։ Միանշանակ հայտարարում են, որ թվերը նվազեցված են, նամանավանդ զոհերի հետ կապված։ Եկեք հիմա մի պահ անենք պատմական էքսկուրս։ 2020 թվականի նոյեմբերի 9-ը կնքվեց պայմանագիր։ Պայմանագրով 3 տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ադրբեջանին հանձնել Լաչին, Բերձոր, չգիտեմ, Սոսի, Մոսի, ոչ մի գյուղերը։ Ադրբեջանը այսօր առաջանք է ժամկետից, ասում է եղբայր, Լաչին բիզիմ դիր։ Ադրբեջանը 2 տարվա մեջ իր հասան ու պիտի ամեն մեկը իր հերթին, բացի Լաչինի Միջանսկից, որը որ պետք է ասի պատկանտրոլ ռասիստских вооруженных сил, մերատվորչеских, ամեն մեկը իր հերթին պիտի կառուցի իր ճանապարհը։ Ադրբեջանը իր ճամփել, Հայաստանը իր ճամփել։ Ադրբեջանը գրեթե ավարտել է իր ճանապարհը, որը որ պիտի գա։ Հայաստանյան կողմի պորնիկի տղեկը ասում են նախագծում ենք 2 տարի է նախագծում են։ Հասկանում եք 2 տարի է հայկական կողմը ճանապարհ նախագծում ու տենց չի նախագծում։ Հայկական կողմը քսի վղրգմա, որ ոչ լաչին դադրգվեք, սիկտիր եղեք։ Ռուսն ասում է լաչինցիկ մնացեք։ Ադրբեջանն ասում է սիկտիր եղեք։ Այն որ այդ հատվածը գտնվում է Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության տակ, դրա մասին ոչ մի խոսք։ Ռուսաստանը, իսկ կարճ ասեմ, Российская Федерация как государство гарант мира в Нагорном Карабахе, он должен контролировать конфликт. Но сегодня мы видим, что Азербайджан глубоко наплевать имел на миротворческие силы Российской Федерации. Это մենք տենում ենք։ Դրա մասին ոչ մի խոսք։ Որ ռուսական կողմը թերացել է, թերանմա, դա մենք հասկանում ենք։ Որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղից սկսած դուրս է բերում արագ տեմպելով իր ժամկետային զինծառայողներին, մենք դա ենք տենում, այսինքն երեխաները, որ մնացել էր 10-15 օր, մարդ արագ դուրս է բերում։ Մի կողմից ես հասկանում եմ, որ ավելի լավ է այդ երեխեքին դուրս բերեն հասցնեն իրենց ծնողներին, քան թե որ մնացել է 15 օր, տնեն ոչ գլուխներն ուտեն, որովհետև միանշանակ Հայաստանը նման ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղը
հայկական զինված ուժերը պարտվել։ Տրավարապացույցը այնա, որ նորից եմ կրկնում, 2 տարվա մեջ 0 տեխնիկա, 2 տարվա մեջ չկարողացան գնել 5 միլիոն դոլարանոց, 10 միլիոն դոլարանոց ռադիոէլեկտրոնային կայան եւ այլն, որ կարողանան խթանել, խոչընդոտել բայրակթարերի ազատ, կրասնուխամ, ռասնուխայ կրգալող, դրանց ազատ ոչ ոք թռիչքը, ոչ ոք Ղարաբաղի բանով։ Նույնությամբ, նույն ձեռագիրը շարունակվում է, պտոր, մտոր եւ այլն պիտի առնեն, չէ՞, տանցեր, չարան ոչ մի բան։ Փոխարենը մենք առնում ենք ոստիկանական մեքենաներ Ռոբերտ Քոչարյանի Toyota Services 3 միլիարդ ու կես։ Կիրովագանում, Լեննագանում ոստիկանները մեքենա չունեն։ Ճանապարհը չկա, այն չկա։ Լաչինի ժողովրդին որ հանում եք բոզի տղեկ, այդ մարդիկ ու պիտի ապրեն։ Դու եթե հանում ես, դու արդեն պիտի 2 տարվա մեջ մի հատ նյու լաչին կառուցած լինեիր, որ այդ մարդկանց հանեիր, բերեիր լցեիր ընդե, լաչինն հանձնեիր, որը դու հանձնելու ես։ Բայց ստեղ խնդիրը նա է, որ լաչինը, Բերձորը, Սոսիա, Մոսիա այդ գյուղերը հանձնելուց հետո, հարգելի ժողովուրդ, Ադրբեջանի ախորժակը այսքանով չի սահմանափակվել։ Հայկական կողմը պարտավորվածություն ունի ոչ միայն ամբողջությամբ ձեռք քաշել Լեռնային Ղարաբաղից, այլ նաև Վարդենիս, բասար գեչար, ոնց որ իրանք են ասում, Վարդենիսի շփման գծով են, թևերով են, սարերով, Արդանիշ, Մարդանիշ, Չիլ, Գյունե, Կզրքետ, այդ գյուղերի բարձուկներով, կարմիրը ճեղքելով գնալու է հասնի մինչև Շամշադին։ Այդ կողմից էլ գեղեցիկ կերպով Հայաստանը հանձնելու է հողերը։ Եվ Վարդենիսի նիկոլական բոզի տղեկը ես ուզում եմ այդ տեսարանը տենամ, որ ադրբեջանցի 18 տարեկան Իսմայիլը ոնց է մտնելու Նիկոլականի տուն եւ Նիկոլականի տան բոլոր անդամներից ծսցնելով էթա, ես այդ տեսարանը ուզում եմ տենամ, որ մինչև հետո ես գամ դա այդ նորից բերեմ հետ։ Հանրային ձեր կուսակցությունը։ Իհարկե նորմալ բանակ ստեղծելուց հետո բանակ գոյություն չունի, բանակի բարոյահոգեբանական գնահատականը 0։ Բարիս ամենաբուն իմաստով։ Այն պայմանները, այն սպառազինությունը, այն ամենը, ինչը որ բերե տվել են այդ Սիսիան Գորիս ճանապարհահատվածի վրա տեղակայված եթեմի նման, ցիգասկի տաբրի նման քցած ժողովրդին, արդեն խոսում է նրա մասին, որ абսուրդ։ Абսուրդ։ Հիմա ասում է ռուսը բոզի տղա է։ Համաձայն եմ, ռուսը բոզի տղա է։ Բայց առավելագույնս բոզի տղեն մեր բոզի տղեն են։ Մեր։ Չկա գոյություն չունի։ Լարված իրավիճակը նույնը երասխի թևի վրա։ Նախիջևանյան կողմը եկել է նստել է տեղավորվել է կազմ պատրաստ։ Ինչ ես դու դեմը դնում։ Ուրաքու տեխնիկան։ 160-150 միլիոն դոլար փող ուղարկես քեզ Սփյուռքը։ Արտաքին պարտքդ աճացրել ես տասնյակ միլիարդներով, այդ դոլարները ուր են։ Ես ասեմ ուզում տամ, ուր են։ Արտաքին պարտքը 7 միլիարդից ծծծրեց, հելավ է դա, այդ հասավ ես իմ 10 քանի բան միլիարդ։ Այդ միլիարդները ուր են։ Ոչ մի ձեն։ Սամանի վրա Ղարաբաղում պատերազմ է, այ հետ հիմա, այս պահին, դու Երևանցին դուրս գա փողոց, Պրասպեկտ, Թումանյան, Ամիրյան, չգիտեմ, եւ այլն, Սայաթնովա, Աբովյան, Հյուսային պողոտա, կաֆեներում նստած, ռեստորաններում նստած, բարերում, փաբերում նստած, բանը, ինչ է, խմիչները, Աուն է բամորացա, այս սառուցը մեջը լծած, դլոներին գրկած, ցակադակը տժում են, սահմանի վրեն կոտորած նանգոտ, նորից կնմա։ Այս կարգի զոմբիացնել, այս կարգի հայ ժողովրդի մորը դնել անել մորմաշ, այս կարգի բնաջնջել մարդու միջից, կրթություն, հայրենասիրություն, չգիտեմ, պատրիոտիզմ, բանակ, երկիր, հող, ջուր, ես պիտի Նիկոլին ասեմ բրավո,
Ես պիտի ես սպորնիկի վաստակին ասեմ, այն ինչ որ չկարողացան անել, չգիտեմ, տասնամյակներ, սովետը, մովետը, մյուսը եւ այլն, սա կարողացավ ազգի մորը քունել բարի բուն իմաստով, բաժանել, տարանջատել, անջատել, կտրել ամեն ինչով, եւ այսօր եթե 800 հեկտարի համար հելել էին Սերժի տունու տեղը ծսնում էին, այսօր մարդը տալա որ տալը աչուծակ, էլ ասում են նախկիններն են տվել։ Հիշում ասում, նախկինները այո բոզի տղա են, նախկինները բերեցին այս սպորնիկի վաստակներին, որ սրանք հանձնեն։ Սերժը ինչ կալիբրի բոզի տղա էր, ալներ, իր ձեռով չէր կարա հանձնել։ Պիտի մի հատ քավության նոխած գտնվել։ Ահա այս ծծողի սերունդը։ Որովհետև նա չէր կարող։ Պիտի գաս մի հատ ծաղիկ, ժողովրդի միջից ընտրացիա բարխատնի հեղափոխությամբ ու դներ հայ ժողովրդի մորը շիներ համաշխարհային ագարտա, որն էլ որ սրանց մոտ հոյակապ հաջողվեց։ Բարիս ամենաբուն իմաստով։ Սենց իրավիճակ, սենց խայտարակություն երբևից է հայ ժողովուրդը իր պատմության մեջ չի ունեցել։ Ոչ թե ես իմ ասում եմ գնան, կռվեն, տուդա, սուդա, հելե, գնացեք եւ այլն։ Ես վախենում եմ դա ասել։ Ասեմ ինչու։ Որովհետև այդ գնան, կռվեն, մորթվեն, տուդա, սուդա, այդ մարդը, այդ տղան, այդ քաղաքացին թիկունքը դատար կա։ Այդ մարդը անպաշտպան է, զինվորը անպաշտպան է։ Այս պահի դրությամբ կարգոյում փդում են բրոնեժիլետները, դեղորայքը եւ այլն, կասկեքով։ Հայ զինվորի վրա նորից բրոնեժիլետ չկա։ Նորից դեղորայքային դիֆիցիտ, նորից ամեն ինչ։ Խնդրեմ, բժիշկ մարդ էր, վեկալավ, ասեց, ծծրեց, փրեց արևի տակ, այն Մարինան։ Այդ էլ խոմ Վարդան Ղուկասյանը չի ասում։ Այս ինչի որ Ղարաբաղը հանձնեցիք վերջ պրծավ, ոչ հարգելի ժողովուրդ, это только цветочки։ Ես դա ասել եմ տարիուկես առաջ։ Հաջորդը թող պատրաստի Արարատի մարզը, այսի հորոմոլովանելուց հետո եւ Գեղարքունիքի մարզը, Շամշադինի հետ միասին, Տաուշի մարզ։ Հա? Որ ասում են Նիկոլնա, Նիկոլը դնի ձեր նավարի բերանը, դուք բոզի տղա եք։ Այո, Հայաստանի Հանրապետությանը հարկավոր է 1937 թիվ, ասել եմ ու նորից կասեմ։ Բա 2 տարի պապիկյան սուրեն, պորնիկի ծնունդ, դու տուն տան վրա ես առնեմ, տենդերա որ դուրսա գրվն թալանում ու կեղեքում ես դու մինչև օրս, են Դավիթ Տոնոյան ղախպի տղուն էինք բան ասում, մեզ գրանտ բանը բեսպիլոտնիկ պետք չի, մենք ավտոբուզին գրանատամյոտով կխփենք, այդ պորնիկի ծնունդը, բա հիմա դու ես, Պաշտպանության նախարարը, ինչ միջոցներ է ձեռնարկել օդը փակելու համար։ Հարց. Ինչի մինչև օրս ադրբեջանական բայրակթարերը անպատիժ նույնությամբ ոնց որ 2 տարի առաջ էր, նույնությամբ ճախրում են Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, ընդཐུպ։ Նախկիններն են մեղավոր, հա? Այն որ մի պորնիկի ծնունդներ զանգել էր ինձ, այսինքն ինչ է, գրասենյակ, ասում էր թե անչի եք Պապիկյանի երեխուն չծնված բան ասում, Օսման Նուրա, կաչստե դրան։ Կաչինել են ռազմականի պետի տեղակալ Մարալիկին էր, պորնիկի տղա, հիմա են 2 զո, որ եղավ, և են 10 քանի վիրավոր են, չեն ես համոզված եմ, որ շատ են, ես այդ կադրերը չեմ կարում նայել, ու մեղքով են, եթե այդ բայրակթարը խփվել է 2 զոհը ու 10-20 վիրավորը կլինեի, ես ասեմ, որ Ադրբեջանը դեռ չի կռվում, Ադրբեջանը խաղամ է, որովհետև եթե մի հատ բայրակթարը անել, բա որ հիմա մի 10 հատ հելավոտ ինչ կլինեի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեռավ ասելով, ձեր մորը քուն եմ, եկեք տենանք ինչ ենք անում։ Անեմ եք, Օսմանը, կաչը, ռազմական ոստիկանության պետի տեղակալ պորնիկի տղա Մարալիկը։ Հարիկ ընգա չոքսնեն է սենյակի մեջտեղը, մեկը որից, մեկը դլոից, մեկը բենից, ծասնեն էքան, միջև եփ աղջի, միջև եկնային գրասենյակի դռները բացվեն,
քո կնգա երեխեն, քո երեխեն չծնված, պիտի կաշի խերի համզգա պորնիկի տղա։ Դու բոզի տղա ես, գլխավոր շտաբի պետ, գլխավոր շտաբի տեղական եւ այլն, ովքեր որ պատասխանատու են ինչեւ օրս, որ չի գա, այն զամմինիստրը բրության դրա տունու տեղը կնգան երեխեքին, քանի հոգի մարդանայեմ, 9400 հոգի, եք թե որց, աղջիկ թե տղա, չգիտեմ, մադամ մուսյե, սաղ հավքվեն, այդ սաղ պնեի վերնախավի տուն, տեղ, կնիկ, երեխա, նորացին, ով ուզեմ լի, սաղին ծացնեն, բոզի տղեք, ես է բաչում կարողանում կտնեմ, ու ես կանից հետո, ես ոչ խաս մասան չի հլնմ էտ հմպնը, բրի սունեն պապիկյան կոչված պորնիկի վաստակի ծնողները, ասեն տուն ու տեղը ծասցնեմ, օթխիա բաց, հարց, հասա 2 տարի պատերազմից անցավ, 10 քաղիր, որ քո տուլ, տեղը բայրակտարնա, ամբողջ աշխարհով մեկ ռեկլամարին մեր երեխեքի վրին էտ բայրակտարերը, հիմա էլ դրած Ուկրաինային ծախեն, դու պիտի հետևություն անել, որ լավ, ինչ-որ մի զենք պիտի առեք ես բոզի տղության դեմ, չանին, առավել բոզի տղություն, Հայաստան հայկական կողմը եկան նորմալ մատխաժայ, նորմալ սիրուն խելգխին տղեք, ասին մենք ունենք մեթոդներ, նախագծեր, չգիտեմ, ծրագրեր են բերել, նոր բեսպիլոտնիկներ են բերել, որ մենք էլ կարանք արտադրենք, կամիկաձե կարանք արտադրենք, խռիս գլող կարանք արտադրենք, դենլարներ, բոլորը հավքել են գծագրերը, հարգելի ժողովուրդ, դրել են սեյֆը, փակել են, բարձ, մենք ձեզ խաբար կան, ու նստած նայա բարը փողա, որ լափում են, պատրոն Դավիթ հետ միասին, են որ մի տղա, են որ մի ագարկի ծնուտներ ասեմ, նախկիներն են մեղավոր, բա պատերազմից 2 տարի անցավ, բա առնեիք, հիմա էլ են նախկիները մեղավոր, հա, Քրիստինե Հալաջանը մամայի ծծծնի, Սուրեն Պապիկյան, հասցլիկը դնի հորը պենի մեջ, որ եթե մի պաշտպանության նախարար զորամասը վերածեմ գոմի, եւ այսքանից հետո ոչ մեկ չի հլմասի, այդ դու բոզի տղա չես, պարլամենտա կոչվում, դեպուտատներ են, Քոչարյանի սաղ դեպուտատներ, Սերժի սաղ դեպուտատներ, սրա սաղ դեպուտ, սաղի տուն ու տեղը ծծծնի Քրիստինե Հալաջանը, իա հասցլիկով, Առնի գա Ամերիկայի հետ նեգրերով, մեգրասով, գալմատեն ձեր տուն տեղակ ունեն, բոզի տղեք, ներեղություն եսը չեմ կարեմ դիմալավ։ Լավ է սենց բան, լավ 2 տարի, դու է 10 քաղիշ, երաբլուրը լծեցիր նրա բաճարով, որ քո զինվորի վրա բրոնի ժիլետ չկար, երաբլուրը լծիր նրա համար, որ դու օթը բաց էր ու այդ քալից հետո դաշ չքաղես, նորից ու նորից նույն բանը բկրկնվամա, նույնը ծապ, ու ոչ մեկ չասեմ, ես ինչ ամ։ Հիմա էլ ասեմ, անվտանգության խորհրդին նիստ անեմ Նիկոլը գրած տեքստն ա գրեմ, այդ ալկաշ բոզի տղեն տեքստն ա գրեմ, թե հիմա ինչ ասի։ Հիմա որ զոմբի ասնի, ասի գիտեք ինչ, ոստիկանական մեքենաները Քոչարյանի սերվիզից առնել ավելի կարևոր է, քան օդը փակելը։ Պարքևավաճառներ բաժանել ավելի կարևոր, ծառայողական մեքենա Ալեն Սիմոնյանի եւ մյուսների համար առնել ավելի կարևոր է, քան օդը փակելը։ Սայա։ Մեղք են այն երեխեքը։ Մեղք են այն զինվորները, դա կլինի պայմանագրային, դա կլինի ժամկետային։ Որոնք որ ահա այ իրենց ծնողների տգիտության, ապուշության, բոզի տղության պատճառով երեկվանից սկսած հերթական անգամ դառնալու են միսառոպկի զոհ։ Զոհվելու են, հաշվանդամ են դառնալու, գանվելու են անկողիներին, մնալու են անոտ ու ձեռ, անուղեղ եւ այլն։ Ծնողներն էլ 10 միլիոնը կստանան, կեթան ջպեր կառնեն, մեբել կառնեն, այս դիրքով են ոտեները, որ սենց քիպ կրցնում են իալ սև շորերը հակած, միատ է սենց թաշկինակ վերցնում են ձեռները, այս սենց մոզերը կապում նստում են, կամերայի առաջ, ու սենց անմեխ, նկարի քող կպարտադիշ, զինվորի նկարն է զոհվածի դնում են բանա քողն ասում են, իմ որդին հերոս էր, իմ որդին քաջ էր, իշխանությունն ինչ անեն, որդուս կորցրեցի Նիկոլին կթա, այդ ժամանակ, թող ինձ չգիտեմ ով ա, ընդեղ մարդ կա նստած,
թող ինձ ների, եթե իմ ձեռը ելնի ոչ թե ավտոմատ, ոչ թե պիստոլետ, այլ ագնիմյոտ, ես այդ ագնիմյոտով կվառեմ այդ ծնողին։ Այդ է դիվանի վրա նստած կդառնա մոխիր, ոնց որ 45 թվին ատոմային բոմբը կծին Հիրոսիմա Նագասակի ու մարդիկ Ափիլակյանի վրա նստած դառան մոխիր։ Այդ ձև ես կմոխրացնեմ։ Հերթական բանն է սպասվում։ Սևազգեստ մայրերի բանակը, որոնք հեսապետությունից կստանան X գումար ու կոսեն ինչ անի, Նիկոլ ինչ անի, Նիկոլ խիմեղավոր է, հա, Նիկոլ ինչ անի, որ սրանք են բոզի տղա, Նիկոլ ինչ անի, բանակը չի առե, բան, օդը չի փագե, Նիկոլը մեղավոր է, հա, ոչ, Նիկոլը մեղավոր չի, տղուս կորցրի, Նիկոլից կթա, ես ինչ աստ եղեկել։ Ինֆորմացիա, Ղարաբաղի ազգաբնակչությունը հազարներով փախնում է դեպի Հայաստան, հարգելի ժողովուրդ։ Իսկ ինչ անի բանը Ղարաբաղի ժողովուրդ։ Հարց եմ տալի, ինչ անի, մնազովվի։ Հիմա շատերը կասեն թոմնան, բանը պաշտպանեն, բայց ինչով պաշտպանեն։ Ոնց պաշտպանեն, երբ որ չկա զենք։ Հիմա նստած Ղարաբաղի ժողովուրդին պիտի ասեն բոզի տղա են, փախնում են, բայց խեն բոզի տղա։ Մարդը ինչով պաշտպանի։ Եթե դու մինամյոչիկի ձերը ավտոմատ ես տալի, դիպուկահարի ձերը ավտոմատ ես տալի, այդ ավտոմատով բայրակթարի դեմը ինչով առնի, այդ ավտոմատով սնայադի դեմը ինչով առնի, Իսրայելի նման ժելեզնի կուպլեք բերե դրե, որ ինչով էլ զարգեն խապի բկցի, հա, որ դրացա ման բակվի վրա է, ինչ անեն այդ ժողովուրդը, դադար կմա, այս մարդը Ղարաբաղը դադար կմա, Ղարաբաղցին սկսել է հասկանալ, որ իա հողն ու ջուրը տունը հանձնվելու է, ժամերի հարցա, օրերի։ Եվ ոչ մի ձեն, նույնց եմ ասում, դուրս եկեք փողոց, գնացեք տեսեք, կաֆեները, օբյեկտները, ծաղոտները, սաղլացած, կուկուլալա, տումամբա, գալա, ինչ ասես անում են։ Այս տիպի է հասցել է ժողովրդի վիճակը, որ կատարյալ անտարբերություն, կատարյալ Ինձանից հետաքրքիր է, գտնվելու են արդյոք, ու ես համոզված եմ գտնվելու են մարդիկ, մի րոպե ստեղ տեղեկություն նորից եկավ Արցախից, Վերքյան, Ստեփանակերտի հոսպիտալը կատե չունի, մինչև օրս, խնդրեմ, Պատերազմի ժամանակ, որ կատեն պարտադիր է, որ հասկանան ասկոլք են ողնաշարի որ մասնամտ է, գլխուղեղի որ մասնամտ է, որտից վիրահատ է, որտից անեն, մինչև օրս կատե չունի։ Էլի չունի։ Այսինքն ոչ մի բան չի արվել, ոչ մի բան է բացարձակապես։ Մարն է Պողոսյանը ոչ իմ ճշտեց։ Ստեփանակերտի հոսպիտալը կատե չունի։ Հոսպիտալ, որը կանգնած է նա պերեդավոյ։ Բելգիայից ասում են կատեն ղրգենք, ասում է չէ պետք չի։ Մեզ կատե պետք չի, թոզին որը, խնդրեմ, այդ դրա համար էլ սենց տոննով զոհեր եք տվել, ստեղը չեն ասում։ Երևան մտնող բոլոր մուտքերը և ելքերը փայգեն, սա էլ բացատրեմ ինչի համար։ Նիկոլ Փաշինյանը, պարոն Աբազյան ճիշտ է, ստացել է տեղեկություն օպերատիվ, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է երկու խումբ Երևանում, որոնք որ ուզում են մտնեն ու անեն մոր մշ հոկտեմբերի 27։ Ես ուզում եմ հայտարարել, քանի որ ինֆորմացիան արդեն նիկոլականներին հայտնի է եւ գաղտնի ոչ մի բան չկա, դա համար հրապարակում եմ 42 միավոր զենք է գտնվել արդեն։ Ես խորին շնորհակալություն կհայտնեմ այն խմբին, այն անձանց, ովքեր կարող են գան մտնել, ու դա մասնական մարդկային բանը ոչ մի կարծիքն է, գան մտնեն գյուլեն փռեն արևի տակ։ Այդ օպերատիվ ինֆորմացիան կա, ճիշտ է։ Դրա համար էլ Նիկոլը վախեցած Երևան մտնող բոլոր բաները փակել է։ Ելքերը, եւ ելք եւ մուտք։ Ագանջին հասել է, որ կարող է մտնեն անեն Նայիրի Հունանյան դվա։ Ես մի բանից հայտարարում եմ, իշխանության գալու դեպքում
այդ խումբը, եթե կլինի տես խումբ, եթե կհաջողվի, չգիտեմ, կմտնի, չի մտնի եւ այլն, ես բան ողջունում, ես բաց եմ թողելու համաներումով։ Ուժը գույցու չունի։ Վախեցել է բոզի տղեն, քաղաքի մուտք ու ելքը փագամա, հələ զղախ պիտղունն այ։ Բոզի տղա, բայ մարդը որ սամանի վրա է, Ղարաբաղցին չի վախեն, հա։ Այդ քո ծածերը որ հասնում է դեմի մայթ միսու արունա, քո իմբիցիլ ընտանիքը կապիկ նավարդ ապրելու իրավունք ունի, բայց այդ մարդիկ չէ, իրանց հողը ջրի մեջ ապրում են, ինչի մեջ ներեք ունիր, բոզի տղա, հա, վախեցել ես, հա, հլը մի տես է, ով այդ խմբի բպորտվեց է չգիտե, բայց ամեն դեպս նման տեղեկությունը կա։ Մյուս տեղեկություն ենք ստանա մեր ուժային կառույցներից, տեսնենք ինչ են մեզ ասում հարգելի ժողովուրդ, օնլայն ռեժիմով լուսաբանում ենք։ Սա մասին տեղյակին արդեն հայտարարել ենք, որ ժամկետային զինծառայողներին, ովքեր որ մոտ են զորացրման, շատ արագ բերել են Հայաստան։ Մյուս տեղեկությունը Զեյթունի Ալմաստի մոստի մոտ հատիկ ավտոները ստուգվում են, այսինքն այո կա նման մտավախություն, որ Նիկոլ Փաշինյանին պիտի մտնեն այս սաղ կառավարությանը անեն մորմաշ, մարդիկ անհանգստացած են, ես չգիտեմ ով այդ խմբի հետևում բանը կանգնած, բայց տեսնենք, վիրավորների թիվը հասել է 19-ից մենք դա ոչ գիտենք, տեղափոխվել են Երևան, դա էլ գիտենք, բայց որովհետև Ստեփանակերտի բանետ հոսպիտալը չունի ոչ կատե, ոչ են, այսպիսին է իրավիճակը, հարգելի ժողովուրդ։ Հանրային ձայն հաղորդաշարը անցնում է արտակարգ ռեժիմի թողարկմանը եւ մենք կստանանք, կունենանք օպերատիվ ավելի թարմ տեղեկատվություն, որը որ անհապաղ ենթակա է հրապարակման, մենք այսպես ասած անպայման կմտնենք եթեր եւ կապի դուրս գանք ուղիղ, այսպես ասած արտակարգ ռեժիմով։ Փաստորեն մենք արձանագրում ենք այն երկու զոհերն էլ Ղարաբաղից են, մենք արձանագրում ենք այն, որ ընկեր Նիկոլը պանիկայի մեջ չէ, Ղարաբաղից են, թե ինչ են, այդ մարդիկ ևս մարդ են, այսինքն հիմա ինձ մեկ այլ կողմ վանաղրգում հաղորդակցություն, որ Ղարաբաղցի են, այսինքն հայաստանցի չեն, ինչ կապ ունի հայաստանցի, թե Ղարաբաղցի, այդ նույն Ղարաբաղցին, նույն հայնը, ոնց որ ասես Քյավառցի, Մարտունեցի, Հոկտեմբերանցի եւ այլն։ Մենք փաստորեն ես ինչի եմ դիմում ես 10,000-ից ավել աուդիտորիային, արձանագրեք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 2 տարվա մեջ ոչ մի կոպեկ չեն ներդրել բանակի արդիականացման մեջ։ Փոխարենը Սուրեն Պապիկյան Բոզի տղեն ձեռքաբերել 4 նոր բնակարան, էտենց ամուսնացավ, էտենց կնգան դոմփեց։ Իրանց վիճակն է բարելավել, բրության ագարկի ծնունդը, պարոն Աբազյան, հիմա թել հել եք գնացեք, վերջի վերջով զինվորական հակահետախուզություն